Ազգային ժողովում պատգամավորների նյարդերը տեղի էին տվել։ Ամեն ինչ սկսվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, թե ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթներն իշխանության պահանջով հաճախ խմբագրում է։ Իրիկուն ինքը իր ձեռով զանգում ասում է. Հովիկա Արգամիչը ջղայնացել է, որ ես բամփել բառ եմ օգտագործել։ Խնդրում եմ հանկարծ չհրապարակեք այդ բառերը։ Տիկին Զոհրաբյան, ես խնդրում եմ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինչու իրենք իշխանության հետ համագործակցողների թվում չեն։ Սերժ Սարգսյանի վաստակավոր եւ երկարամյա հաճախորդների հետ միասնական լինելու չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու։ Ավելի սուր էր Հեղինե Բիշարյանի ռեակցիան, երբ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նրա կուսակցության կոալիցիայի անդամ լինելը։ Ինչի՞ մար պայքար ենք, որ արդյունքում 2 հատ նախարարի, 4 հատ փոխնախարարի պորտվել ստանակ կոնյակի գործարան, հերոստատեսություն եւ չգիտեմ ինչ։ Գետաբուլա Վալերյանկա չկա այդտեղ։ Հանգստացեք մի հատ։ Կրքերը թեժացան, երբ խոսքը հասավ մարտի 1-ին։ Մարտի 1-ի զոհերի արյունը քաշ փողով տվել եք, քաշ պաշտոններով։ Մարտի 1-ի արյունը այսօր միանշանակ ասում եմ, դա ձեր վրա է եւ հենց քո վրա է։ Հեղինե Բիշարյանը նույնիսկ պատրաստ էր հարաբերությունները պարզելու փողոցային մեթոդի։ Եթե շատ ուժեղ տղեկ եք, եկեք տղայական ռազմորկի։ Ոչ թե այստեղ վազվելով 2 բառ ասեք ու թռեք։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը որոշեց վերջ տալ այս խոսակցություններին։ Մարդկային առումով չարացած լինելը եւ թույն թափելը դա շատ վատ բան է։ Իդեպ այս վիճաբանությունը տեղի էր ունենում, երբ արդեն ազգային ժողովը 106 կողմ 6 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր ընտրական օրենսգրքում փոփոխությունները։